Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ափսոսում Բելարուսին քննադատող իր հայտարարության համար, որից հետո Մինսկը արտգործնախարարություն կանչեց Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ու մեջբերեմ հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված բողոքի նոտա փոխանցեց։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում։ Իշխանության զավթելու, իշխանություն վերցնելու փորձ է։ Մեր ժողովրդավար լինելը հիմա իրանք փորձում են օգտագործեն մեր դեմ։ Ասում են, հա, ձեր մոտ ինտերնետը բաց է, մենք այդ ինտերնետում մեր ռուբլիով այնքան գովաստ կառնենք, որ սաղ մերը կլինի։ Չի լինելու, չենք թույլ տալու Հայաստանի Հանրապետությունը սարքել գուբերնիա։ Մենք չենք ղեկավարվելու Բելարուսիայի պես։ Խորհրդարանի խոսնակը հանրայինի եթերում Մինսկի վրդովմունքը հարուցած հայտարարությունն անցած շաբաթ էր արել։ Բելարուսից նախ արտգործնախարարության խոսնակը արձագանքեց։ Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները որակելով էլի մեջբերում մաքուր նախընտրական պոպուլիզմ ու սեփական ընտրողներին ներքին ծանրագույն խնդիրներից շեղելու փորձ։ Իսկ Բելարուսը ասած ինքնիշխան երկիր է, որը հպարտանում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով։ Когда зашкаливает бедность по верхнему порогу, уже превысившая 40%. Երբ աղքատությունը հատել է 40%-ի սահմանը, աճում է գործազրկությունը, ամենահեշտն արտաքին թշնամի նշանակելն ու վիրավորական պիտակավորումներով վարժանքներ անելն է։ Ուշ թե շուտ Հայաստանի ղեկավարությունն ականջ կդնի առողջ բանականությանն ու կվերադառնա Բելարուսի հետ կառուցողական երկխոսությանը։ Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանի բնակչության մոտ 22%-ն է աղքատ։ Ուրիշ մաթեմատիկա է գործում եւ միշտ ներքին ճգնաժամ մի համերգից մյուս համերգ են գնում, մի մարդուն դիմավորելուց մյուս մարդու դիմավորել են գնում, մի պետության հետ մյուս պետության հետ փաստաթուղթ ստորագրել են գրում։ Ազգային ժողովի նախագահն ընդհանրապես սխալ է համարում, որ Հայաստանը իր շահերն առաջ տանելու համար միշտ պտտվի ու նայի, թե Ռուսաստանը հանկարծ չնեղ սրտի։ Թեման բացվեց Երևանում Մոսկվայի հասցեին եվրոպական լիդերների հնչեցրած քննադատության հարցից, թե արդյոք դա ավելի չի բարդացնի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները։ Նախկինում մենք եղել ենք ծնկած։ Մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրությունները անցել են կեղծիքներով եւ հələ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարած արդյունքները Ռուսաստանը շնորհավորել է, նշանակել է ստեղ նամեսնիկ։ Մեր ուժայինների մեծ մասը ղեկավարները ճշտվել են այդ երկրի հետ։ Նիկոլ Փաշինյանը 2021-ին էր առաջարկել այժմ հետախուզման մեջ գտնվող Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակել ու հետագայում էլ չէր հերքել, որ այդ նշանակման հարցում ամենևին երկրորդական չի եղել Կարապետյանի մտերիմ հարաբերությունները ռուսաստանյան որոշ շրջանակների հետ։ Այն իրավիճակում, երբ որ մենք նոր պատերազմը ավարտել ենք եւ երկրի պետականությունը կախված է ինչ որ րոպեների եւ ժամերի հետ կապված, ինչ որ իրավիճակում որոշում կայացնելը եւ ամբողջ պետությունը կառավարել ենթարկել եւ մնա ղեկավարել այդ երկրի տրամաբանության մեջ եւ այդ երկրի հետ համաձայնեցնող, դա տարբեր բաներ են, շատ բաներ ա եղել, չգիտեմ, այլ իրավիճակում այլ ինչ որ բանի համար են կարել, բայց դուք ուզում եք ասեք, որ 2018 թվականից սկսած, ել չեմ ասում 2020 թվականից սկսած մենք այդ բալանսը չենք փոխել։ 2 տարի առաջ դեսպանների փոխադարձ հետ կանչից հետո սա հայ-բելարուսական հերթական լարվածությունն է։ Երկու երկրների դեսպանները չվերադարձան եւ Երևանում եւ Մինսկում գործերի ժամանակավոր հավատարմատարներն են աշխատում։ Հայաստանում Բելարուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը այսօր ասաց Մինսկի բողոքի նոտայից հետո Հայաստանի արտգործնախարարություն իրեն չեն կանչել, պաշտոնապես չեն արձագանքել։ Пока мы не видели реакцию официальную. Իսկ թե Բելարուսի դեսպանը երբ կվերադառնա Հայաստան, նրա խոսքով հարցը պետք է ուղղել հայկական կողմին։ 2024-ին դեսպաններին հետ կանչելու որոշմանը նախորդել էր Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Բելարուս չի գնա, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Քանի որ նա ըստ Փաշինյանի տեղյակ է եղել 44-օրյա պատերազմի նախապատրաստությունից եւ ցանկացել է, որ Ադրբեջանը հաղթի դաշնակից Հայաստանին։ Տարբեր միջոցառումների Փաշինյանն ու Լուկաշենկոն դրանից հետո հանդիպել են, անգամ միմյանց ձեռք սեղմել, բայց սառույցը չի հալվում։ Նրանք կարող էին հանդիպել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին, բայց վարչապետ Փաշինյանը այսօր ասել է, որ այդ օրը Սյունիքում քարոզարշավի է մասնակցելու։ Կգանք
կզրուցենք, կքննարկենք։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է ժամեր առաջ հայտնել, որ Փաշինյանին հրավեր ուղարկվել է։ Насколько мне известно, руководители всех наших братских стран были приглашены. Անցած տարի մայիսի 9-ին Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա էր հայրենական պատերազմում հաղթանակի 80-րդ ամյակի զորահանդեսին։ 23-ին էլ է մասնակցել։ Բաց էր թողել 24 թվականը։ Այն ժամանակ ասել էր, պարտադիր չէ, որ ամեն տարի ներկա լինի այդ միջոցառմանը։